Բարի Սիվիլներ, տաղավարում հյուրընկալել եմ Հայազգային կոնգրես կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Զուրաբյան, Հայազգային կոնգրեսի մարտի 14-ի համագումարի ժամանակ դուք հայտարարեցիք, որ Հայազգային կոնգրեսը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց ուժեղ Հայաստան կուսակցության եւ այլ ժողովրդավարական ու ռացիոնալ ուժերի հետ, բայց մինչ այդ նաեւ հայտարարվեց, որ դուք ՀԱԿ-ը պատրաստվում է մասնակցել ընտրություններին եւ դուք ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն եք։ Ասեք, այդ դեպքում ինչ համագործակցության ֆորմատներ է քննարկվում ուժեղ Հայաստանի հետ, եթե կան այդպիսի բանակցություններ հիմա, որովհետև կարծես թե եթե դուք վարչապետի թեկնածում եք, ուժեղ Հայաստանն էլ ունի իր վարչապետի թեկնածուն, տվյալ դեպքում դժվար մեկ ցուցակով գնաք։ Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցավ իմ պրեզենտացիան, մեր հայտը մենք ներկայացրեցինք մասնակցության այս ընտրություններին։ Այնտեղ ես հռչակվեցի Հայազգային կոնգրեսի թեկնածու եւ դրանից հետո ներկայացնելով ուրեմն մեր հայտը, ներկայացնելով մեր ծրագիրը, հետո տեղի ունեցավ ասուլիս, որում հենց այն ժամանակ, ուզում եմ ասեմ, սա նոր բան չի, մենք հայտարարեցինք, այո, մենք ներկայացնում ենք մեր հայտը, վստահ ենք մեր տեսլականի վրա, մեր ծրագրային առաջարկների վրա, մեր կառավարման տեսլականի վրա, վստահ ենք նաեւ արդյունքների վրա, մեր հայտի ընտրական, բայց միևնույն ժամանակ այդ ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի, որ մենք պատրաստ ենք նաև մեծ համախմբան, որը բնականաբար կնշանակի եւ ծրագրային կոմպրոմիսներ եւ վարչապետի կոմպրոմիսային ֆիգուրի շուրջ համաձայնություն։ Այսինքն այդ դուրը փակ չի։ Այդ դուրը հենց դեկտեմբերի 26-ին ասում եմ մեր հայտը ներկայացնելով մենք այդ դուրը բաց ենք պահում։ Ոստեղ որևէ հակասություն չկա, նոր բան չկա այդ առումով, նոր բանը այն է, որ ակնհայտ է, որ եւ մեր կողմից եւ ուժեղ Հայաստանի կողմից եղան բավականին լուրջ հանրային ընթառաջ գնալու քայլեր։ Շատ լավ, հիմա ինչ է քննարկվում, արդեն պարզ է ձևաչափ ընտրությունների մասնակցելու միասին, առանձին, բայց նույն ճակատով, չգիտեմ, նույն իշխանության դեմ, ինչպես է, ինչ է քննարկվում։ Խոսքը գնում է դաշինքի մասին։ Դաշինքի մասին։ Դաշինքի ստեղծման մասին։ Այսինքն ուրիշ ինչ կարող էր քննարկվել։ Շատ լավ։ Վերջնական ինչ-որ համաձայնություններ կան, թե դեռ քննարկումներ կան։ Վերջնական համաձայնություններ բնականաբար չկան, դրա համար ասեմ մենք շարունակում ենք մեր ընտրարշավը։ Այսինքն շատ ակտիվորեն, շատ աշխույժ, մենք շարունակում ենք մեր ընտրարշավը, բացում ենք նախընտրական շտաբեր, մտնում ենք գործընթացի մեջ եւ ասեմ արձագանքը բավականին լավ խնդիրը միայն այն է որ մենք հասկանում ենք որ այն մեծ խնդիրը որ մենք ներկայացրել ենք հանրությանը այսինքն դադարեցնել է Հայաստանի ադրբեջանացման գործընթացը դանդաղ մահի այսպես գործընթացը եւ վերականգնել հայոց պետականությունը այդ ծրագիրը մենք կարող ենք իրագործել միայն համախմբված Մենք շատ լավ հասկանում ենք, որ ոչ մի ուժ առանձին դա չի կարող անել։ Շատ լավ։ Եվս մեկ հարց ձևաչափի վերաբերյալ։ Կարծես ուժեղ Հայաստանը ցանկանում է մասնակցել Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժը որպես քաղաքական ուժ, ոչ թե դաշինք։ Տվյալ դեպքում, երբ որ ասում եք դաշինք, դա ենթադրում է ՀԱԿ-ի եւ ուժեղ Հայաստանի ենթադրաբար, հա, մեկ միասնական դաշինք, որը 8%-ը պետք է հաղթարի, որ մտնի խորհրդարան, թե ուժեղ Հայաստանի ցուցակով ՀԱԿ-ի ներկայացուցիչները եւս կարող են մասնակցել։ Ուրեմն խոսքը գնում է հենց դաշինքի մասին, ֆորմալ իրավական դաշինքի մասին, որը նախատեսված է մեր օրենսդրությամբ, որի իմաստը հետեւյալն է. դաշինքի մեջ մտնող բոլոր կուսակցությունները իրեն ներկայացնում են առանձին իրենց ցուցակները Եվ այսինքն այդ նշանակում է, որ նաև մենք կներկայացնենք մեր ցուցակը, Հայազգային կոնգրեսի ցուցակը, որը իրավականորեն լինելու է Հայազգային կոնգրեսի ցուցակը։ Բայց այդ ներկայացած ցուցակներն իդեպ խոսքը նրա մասին չի, որ միայն, ասենք, լինի ուժեղ Հայաստան եւ Հայազգային կոնգրես կուսակցությունների դաշինք, որտեղ դուք ասեք 8%-ի մասին, դաշինքը կարող է շատ մեծ լինել, դեպքում խոսքը կգնա 10%-ի հաղթարման մասին, որը ես ընդհանրապես խնդրեմ չեմ համարում, եւ եթե երկրում գնա այդ համախմբումը, եւ խոսքը գնում է նրա մասին, որ մենք
մեր ցուցակը ներկայացնում ենք, այլ կուսակցություններ իրանց ցուցակներն են ներկայացնում Հասկացա։ եւ ի վերջո Դաշինքային կազմվում է ձևաչափ։ դաշինքի ցուցակ։ Ընդ Հասկացա։ որում այս նոր օրենքներով, որ ընդունել են, պետք է լինեն հատուկ համագումարներ կուսակցությունների կողմից, որոնք պետք է հաստատեն եւ սեփական ցուցակները ներկայացված եւ ընդհանուր դաշինքային ցուցակի առաջի 30 տեղը։ Հասկանալի է, այսինքն խոսքը տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանենց ձևաչափի մասին չի, երբ որ համախմբվում են եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով են գնում, դաշինքի մասին է։ Լավ, բարձր եւ կնշանակի, որ Հայ ազգային կոնգրեսը մասնակից կլինի այդ ընտրությունների։ Բարձր։ Տեսեք, Հայաստանում տարիներ ի վեր, այդ թվում ՀԱԿ-ը, բարբերաբար խոսել է նրա մասին, որ պետք է բիզնեսը տարանջատել քաղաքականությունից։ Մշտապես դուք դրա դեմ պայքարել եք, դրա մասին խոսել, թեպետ ժամանակ է եղել, որ այդ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից մեկի հետ ունեցել եք դաշինքային որոշակի ձևաչափ եւ համագործակցություն, հա։ Հիմա հայկական իրականության ամենախոշոր բիզնեսի ներկայացուցիչը, ամենախոշոր բիզնեսմենը եւ գործարարը միլիարդների տիրապետող փորձում է մտնել քաղաքականություն կամ մտել է քաղաքականություն։ Այստեղ դուք խնդիր չեք տեսնում հետ վերադարձի եւ բիզնեսի եւ մեծ բիզնեսի տվյալ դեպքում եւ քաղաքականության սերտաճման, որի դեմ ժամանակին պայքարել ենք, որ մենք պայքարում ենք այդ սերտաճման դեմ եւ որ չպետք է լինի բիզնեսի եւ իշխանության սերտաճում, մենք չենք նկատի չունենք եւ չենք էլ կարող ունենալ, որովհետեւ դա հակասահմանադրական դիրքորոշում կլիներ, որ ասենք հարուստ մարդիկ կամ ասենք օլիգարխ համարվող կամ չգիտեմ ինչ մարդիկ իրավունք չունեն մտնել քաղաքականության մեջ։ Մենք նման բան չենք ասել երբևիցե։ Մենք միշտ ասել ենք խոսքը գնում է սերտաճման դեմ ինստիտուցիոնալ մեխանիզմի սերմանման մասին։ Օրինակի համար մենք առաջարկել ենք արեն հարուքայլ ծրագրում, որ այդ դեպքում եթե ասենք որևէ խոշոր բիզնեսմեն քաղաքականության մեջ է գտնում օրինակ վարչապետը կամ եւ այլն իր ձեռնարկությունները, իր կապիտալը պետք է տրվի արդեն հավատարմագրային կառավարման։ Բայց մենք գիտենք, որ մեր իրականությունում շատ հաճախ այդ շահերի բախումների է հանգում եւ մարդը ձևականորեն տալիս է հավատարմագրային կառավարման, բայց լոբինգ է անում իր բիզնես շահերը։ Այդ ձևական բանն էլ չպետք է լինի։ Այսինքն խոսքը ինստիտուցիոնալ մեխանիզմների մասին է։ Ու կներեք ինստիտուտների պայմաններում դուք խնդիր չեք տեսնում, որ Հայաստանում կարող է դա լինել։ Չեխական հանրապետությունում, ասենք, Բաբիշը, որ դառել է հիմա վարչապետ, ինքը խոշոր կապիտալիստ է, խոշոր ձեռնարկատեր է։ Ոչ ոք չի ասում, որ Չեխական հանրապետությունում բիզնեսը սերտաճեց իշխանության հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ միլիարդատեր Թրամփը երկրի ղեկավար է, բայց խոսքը կայացված ինստիտուտներով պետությունների եւ չկայացած ինստիտուտներով պետությունների մասին է։ Հայաստանը թույլ կուսակցական եւ թույլ ինստիտուտների երկիր է։ Օրինակի համար մտնում են շատ լուրջ հակամենաշնորհային միջոցներ։ Այսինքն մենք օրինակի համար վաղուց արդեն այդ սկզբունքը առաջ ենք տանում, որ սպառման շուկաներում չպետք է լինի որևէ ընկերություն, որը 33%-ից ավել կապիտալ ունի։ Եվ եթե նման բան կա, անմիջապես պետք է կատարվի անտիթրաստ լոն, որը ասենք, որի առաջին օրինակը եղել է 1896 թվականի օրենքը, որ ամերիկացիք մտցրեցին Ռոքֆելլերի դեմ։ Մենք այդտենց ինստիտուցիոնալ լուծումների կողմնակից ենք եւ նույն բանը անելու ենք Հայաստանում։ Չպետք է լինեն մենաշնորհներ։ Հիմա օրինակ այդ մենաշնորհները չնայած Փաշինյանի խոստացած, չգիտեմ, այդ մեծ հեղափոխությանը, վերափոխումների եւ այլն շարունակում է այդ մենաշնորհները շարունակում են մնալ։ Էլի նույն մարդիկ շաքարն են մտցնում, էլի նույն մարդիկ բանն են, այդ բենզինն են բերում, մի փոփոխությամբ, որ հիմա ասենք Սուքիասյանների ընտանիքն է մտել այդ բիզնեսի։ Բենզինի շուկան քիչ թե շատ մրցակցային շուկա է։ Մի քանի ընկերություն, 4-5 ընկերություններ կան, որոնք ներկրում են, ներդրում են իրականացնում։ Բայց հա, այնտեղ տարբեր ուրիշ խնդիրներ էլ կան։ Բայց այստեղ կարևոր է սկզբունքը։ 33%-ից ավել ոչ ոք չպետք է ունենա։ Բայց դուք հայկական իրականության ամենախոշոր բիզնեսմենի հետ եք գնում։ Դուք կարողանաք իրեն զսպել։ Նախ եթե ինքը ցանկանա ունենալ մոնոպոլիաներ, ինքը ցանկանա զարգացնել իր բիզնեսները պետության հաշվին եւ այլ եւ այլը։ Ավելին ձեզ ասեմ։ Կամ եթե նման բան տեսնեք։ Ավելին ձեզ ասեմ։ Ապա հարձանք անեք իր հետ։ Ավելին ձեզ ասեմ։ Մեր մուտքը ու հնարավոր դաշինքը հանրությունը պետք է գնահատի որպես զսպման մեխանիզմ, որովհետեւ մենք Սամվել Կարապետյանին զսպելու։ Մենք գնում ենք բոլորին զսպելու։
ոչ միայն Սամվել Կարապետյանը, մենք ունենք նաև զսպման մեխանիզմ ներառյալ նաև Սամվել Կարապետյանը, որովհետև մեզ համար որ դուք մտնում եք իր դաշինքի մեջ իրեն զսպել։ Մենք մեր հանրային մեր սկզբունքները հանրայնորեն պարզ ասում ենք, ներկայացնում ենք, այսինքն գաղտնի չենք պահում, որ ասենք այ հիմա ասենց խցկվենք դաշինքի մեջ, հետո գնանք բան անենք, բացահայտվենք, նոր սկսենք զսպել։ Դες բան չկա։ Բոլորը հիմա էլ ասում եմ, չէ՞, հանրայնորեն եմ ասում սա։ Այսինքն գաղտնի չեմ պահում։ Այս նույն բանը կարող է Սամվել Կարապետյանը եւ իր Չետարգիր կլինի լսել իրենց կարծիքը դրա վերաբերյալ։ Իհարկե, հրավիրեք եւ լսեք։ Բայց ես ուզում եմ ասել, դուք մեր սկզբունքներն եք հարցնում, ես դեռ ասում եմ մեր դիրքորոշումը որն է, մենք մեր քաղաքական սկզբունքներից երբեք չենք հրաժարվելու, մենք ունենալու ենք, մենք ունենք այդ ծրագիրը, մենք դա միշտ էլ պատրաստ ենք իրագործել եւ այո, թող հարությունը նաև դիտարկի մեզ, որ այս դաշինքի մեջ մեր մտնելը որպես զսպան մեխանիզմ։ Դուք ցանկանում եք որ այսպես դիտարկի, բայց այդպես կնկալի ձեզ հանրությունը, երբ դուք մշտապես խոսել եք բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման դեմ, բայց ելի նույն հարցն է, նույն հարցին եմ վերադառնում, բայց գնում եք քաղաքականություն Հայաստան հայկական իրականության ամենախոշոր գործարարի հետ։ Հանրությունը ձեզ ճիշտ կնկալի այդ ձեր։ Ես էլ եմ ասում, մեր անցած ուղին կարծում եմ ինքնին պետք է որ հանրապետության համար գրավական լինի, երաշխիք լինի, նրա որ մենք ասենք մեր սկզբունքների համար պատրաստ ենք եղել մտնել եւ ոստիկանական մահակների տակ եւ բանտերում անցկացնել ժամանակ եւ կյանք կորցնել եւ առողջություն կորցնել Գագիկ Ծառուկյանի հետ։ Մեկ այլ խոշոր գործարարի հետ համագործակցում ենք հենց այդ օլիգարխիկ Սերժ Սարգսյանական համակարգը թույլատնելու նպատակով։ Օլիգարխի հետ համագործակցում ենք։ Բա ո՞նց։ Եվ ինչ եղավ այդ հետ։ Չէ, այդ արդեն ուրիշ հարց է։ Հիմա մենք եկեք այդ պատմությունը չքրքրենք։ Ու այդ հարցերը իրեն։ Շատ լավ։ Նկատում եմ հանկարծ այս Սյունի հետ էլ մի բան չպատահի։ Ես լրիվ կիսում եմ ձեր հույսերը։ Պարոն Զուրաբյան, տեսեք, ձեր ելույթում, երբ խոսում էիք ՀԱԿ-ի համագումարի ժամանակ ներկայացնում եք նաև ձեր տեսլականը, ինչպես եք պատկերացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը, նշեցիք հետեւյալը, որ կոռուպցիան տրանսֆորմացվել է Հայաստանում, եթե առաջ, ինչպես դուք եք ասում, ձեր ելույթում դիպլոմատներով մտնում էին նախագահական եւ այո, կանխիկ գումար էին տալիս որոշակի քվոտաների դիմաց տնտեսական տարբեր ճյուղերում, հիմա կուսակցական եւ այլ տիպի ֆոնդերին գումարներ են հանգանակում տենդերներ շահող բիզնեսների որոշ հատվածը։ Տեսեք, այն որ իսկապես լրագրողական հետաքրքիր չի մենակ տենդեր, չէ, տենդերների մասին չի միայն խոսքը։ Խոսքը նրա մասին է, օրինակի համար մենք տեսել ենք դա, սկզբից դա անում էին բաց կառավարական նիստերով, հետո սկսեցին չզեկուցվող հարցերի մեջ մտցնել, որ որևէ ընկերություն դիմում է հարկային օրինակ կամ այլ արտոնությունների համար։ Դա օրենքով կարգավորվող է, եթե անում է այսքան ներդրում, ինքը ստանում է այդ արտոնությունը։ Օրենքով դա կարգավորվում է, բայց չի կարգավորվում այն համանգամանքը, որ կառավարության նիստում չզեկուցվող փակ հարցերի քննարկումից հետո բիզնեսներն են ստանում օրենքով արտոնություններ։ Ես ավարտեմ ուղղակի իմ նախադասությունը։ Չի կարգավորվում օրենքով այն, որ ստանալով այդ արտոնությունը հետո իրանք գնում են եւ մուծվում են բանկային փոխանցումներով քաղաքացիական պայմանագիր եւ իմ քայլ հիմնադրամի հաշիվների։ Ընդ որում սա ասենք ես չեմ մոգոնում եղել է Ազատություն ռադիոկայանի հատուկ ոչ միայն տարբեր հետաքննություններ կան դրա վերաբերյալ բանի Infocom-ի մեր գործընկերները սա մարդիկ բարձել են այդ սա փաստերը ներկայացված են հանրությանը, որ գործ ունենք համակարգային երևույթի հետ։ Շատ լավ, դրա մասին նաև Transparency International-ի մեր գործընկերներն են դա խնդրահարույց համարում, բայց տեսեք, երբ որ ծավալն ենք նայում, մենք այն բացահայտումների, որ կան, խոսքը 100-200 հազար դոլարի մասին է, որ տարեկան, չգիտեմ, կուսակցական կամ իմ քայլը հիմնադրամը, ես թվերը կարող է հստակ չհիշեմ, բայց մոտավորապես դուք նստել հաշվել եք, բոլորը գումարել եք իրար։ Բոլորը չէ, բայց մի հետաքննության շրջանակներում որքան որ բացահայտվել էր, ես դա եմ ասում։ Հիմա հարցս, հա, այսինքն այն ժամանակվա այդ դիպլոմատով մուծված գումարները, ինչպես դուք եք ասում, չէ, ամեն դեպքում կուսակցական եւ իմ քայլը հիմնադրամի մուտքերն են պարզ, որքան է ընդհանուր մուտքերը, հա,
ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադրամի, որ տարեկան ներկայացնում են իրենց հաշվետվությունը, այնտեղ էլ է բարձր որքան գումար է մուտք գործում։ Խոսքը միլիարդավոր դրամների մասին չի։ Միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դրամների մասին է խոսքը։ Հենց դրամով եթե խոսանք, միլիարդավոր դրամների մասին։ Միլիարդավոր։ Այո։ Այո։ Բայց ես հենց կուսակցական հիմնադրամ միլիարդավոր դրամներ չտվեցի այդ հարցը։ Երբ որ ասում եմ, իսկ դուք հաշվել եք հանրագումարը այդ փողերի փոխանցված։ Չեք միլիարդների կարծես չէր հասնում։ Չեք հասնում միլիարդավոր դրամների։ Եթե ես նկատում եմ որքանով է ճիշտ համեմատելը նախորդ այդ քեշով տրվող ձեր ասած դիպլոմատով գումարները եւ մի քանի $100,000, որ փոխանցում են կուսակցական ֆոնդերը։ Դուք փաստորեն բանը ակնարկում եք նրա վրա, որ լավ կոռուպցիա է, բայց շնորհիվ այդ մեխանիզմը ինքը դարել ավելի սահմանափակ։ Դուք եք ասում։ Չէ, ուզում եմ ասեմ դա ավելի բաց է իրականացվում եւ նախ սկսում ենք կոռուպցիա չէ։ Չգիտեմ։ Ինչի չգիտեք։ Չգիտեմ։ Ես ձեզ ասում եմ, եթե կա ներկայացված փաստերի ընդ որում համակարգային մի հատ բանը, փաստերի դուք ասեք, ես դրա համար եմ ասում չգիտեմ, ես չեմ ասում, ես չեմ ցանկանում գնահատական տալ։ Դե այդ գնահատականը ես առաջինը չեմ տալիս, այդ գնահատականը տվել են այդ հետաքննությունները ներկայացնողները, որ գոյություն ունի այսպիսի մեխանիզմ։ Մարդիկ ստանում են կառավարության նիստում հարկային շահերի բախման խնդիրներ է ստեղծում եւ այլ։ Սա կներեք շահերի բախում չի։ Եթե բիզնեսմենը գնում է, ստանում է արտոնությունը, հետո գնում է փոխանցում է կատարում քաղաքացիական պայմանագրի հաշվին, սա շահերի բախում չի, սա կոռուպցիա է։ Այն որում կոռուպցիա, որը պոզով պոչով չի լինում։ Բայց գիտեք, տեսեք, հազարավոր բիզնեսներ, հազարավոր հարյուրավոր բիզնեսներ ստանում են արտոնություն։ Դրանցից 10-ը կարող է փոխանցում են կուսակցությանը կամ ինքնայլի հիմնադրամին գումարներ, հա։ Եթե ձեր ասածով լիներ, բոլորը պետք է փոխանցեին։ Տենց էլ կա։ Այդպես չի։ Սամվել Կարապետյանի ընկերությունները չեն փոխանցում, բայց իրենք ստանում են արտոնություններ։ Okay, այդ համակարգը, կամ դուք կարող եք խնդիր եք տեսնում, որ Սամվել Կարապետյանի ընկերությունները ստանում են արտոնություններ։ Չգիտեմ, մենք ունենք այդ կոնկրետ։ Այո, ստանում են արտոնություններ։ Որ հետո դրանից հետո քաղաքացիական պայմանագրի բանն ուղղակի։ Նման իրանք չեն տեղավորվել այդ կոռուպցիոն չկա։ Իրանք ուրեմն այդ կոռուպցիոն գործարքի մեջ չեն տեղավորվել։ Իսկ բազմաթիվ բիզնեսմեններ տեղավորվել են։ Շատ լավ։ Պարոն Զուրաբյան, դուք խոսում եք արտաքին ձեր ելույթում։ Այս միակ կոռուպցիոն մեխանիզմը չի։ Օրինակ շատ կարևոր կոռուպցիոն մեխանիզմ է, որ ԿՊ-ի այդ պատգամավորները շատ արտոնյալ ինչ որ վիճակով, որ սովորական քաղաքացուն հասու չի, ստանում են ինչ որ վարկեր, որոնցով ձեռք են բերում բնակարաններ, շատ տարօրինակ բոլորը բան են, փայլուն բրոկերներ են, դիլերներ են, կարողանում են ինչ որ ֆանտաստիկ գործարքներ անել, եւս կան հրապարակումներ, թանկ ծախել, այս ամեն ինչը բան է։ Ծախելու մասին ոչինչ չգիտեմ, բայց շատ իզուր որ չգիտեք։ Այդ փաստերը հրապարակվել են։ Բնակարանների ձեռքբերման հետ կապված հրապարակումներ կան։ Տեսեք, պարոն Զուրաբյան, դուք խոսում եք նրա մասին, որ Հայաստանը պետք է դարձնել երկաթուղային հանգույց։ Հայաստանը պետք է կառուցել երկաթուղային հանգույց եւ որպեսզի հարավին կապվի, արևմուտքին կապվի։ Ինչպես եք դա պատկերացնում իրականացնել, երբ Հայաստանը երկու կողմից արգելափակման կամ չգիտեմ շրջափակման մեջ է։ Հենց այդ շրջափակման դուրս գալու նպատակով։ Այսինքն դուք այս խաղաղության պայմանագիրը, որ հիմա կա, այդ տեքստը, որ կա եւ նախաստորագրված է, դուք կարծում եք, որ դա պետք է ստորագրեք, երբ որ գաք իշխանության։ Մեր ասածը այդ խաղաղության պայմանագրի տեքստի հետ կապ չունի, բայց ունի կապ խաղաղության հետ։ Հասկացա, բայց ինչ պետք է անենք։ Դուք եկաք իշխանության, կա տեքստ։ Ես հարց եմ ձեզ տալի։ Հայաստանի Հանրապետության տարածքը մենք համարում ենք ու այս իշխանություններն էլ ասում են, չէ, ինքնիշխան տարածք է, նշանակում է այդ տարածքի վրա մենք ինչ ուզենք կարող ենք օրինակի համար կառուցել։ Կարող ենք կառուցել երկաթուղի Հայաստանը դեպի Իրան։ Կարող ենք թե չենք կարող։ Կարող ենք, եթե գումար ունենանք։ Հա, այսինքն կարող ենք։ 5 միլիարդ դոլարի մասին։ Այսինքն կարող ենք։ Իսկ դուք տեղյակ եք, որ TRIP-ի զարգացման ընկերության մասին այս հունվարի կարծեմ 14-ին ստորագրված փաստաթղթում Հայաստանի կառավարությունը մտադիր է բացառիկ իրավունքներ տալ TRIP-ի զարգացման ընկերությանը այդ ամբողջ տարածքում TRIP-ի տարածքում ենթակառուցվածքներ կառուցելու, նախագծելու, անգամ բանը գումարային հարցեր լուծելու, այսինքն հա իսկ 49 տարով բացառիկ 49 տարով 74%-ը լինելու է ամերիկացիների ձեռը։ Արդյոք սա նշանակում է, որ եթե Հայաստանի կառավարությունը
ուզում է կառուցել երկաթուղի, որը կապում է Իրանի հետ, ինքը պետք է դիմի ամերիկյան կառավարությանը եւ հնարավոր է ստանա արգելք, այսինքն ստանա մերժում։ Թրիփը կապ ունի Իրանի հետ երկաթուղի կառուցելուն։ Բայց այդ բանը, այդ Թրիփը Ադրբեջանից Ադրբեջան կոմունիկացիաների կառուցման մասին է։ Այո, որը նախատեսում է Թրիփի տարածքի ստեղծում։ Նման հասկացություն չկա։ Թրիփի տարածքի ստեղծում։ Կա Թրիփի տարածքի մասին խոսակցություն, ոչ թե խոսակցություն, այլ հստակ գրքեր։ Այսպես ինքը պետք է ունենա եզրագծեր, Թրիփի տարածքը։ Ավելին ձեզ ասեմ, դրված է որ այդ եզրագծեր ունեցող տարածքում որևէ բան կառուցելու, ես հիմա կարող եմ բացել այդ հաստատուղթը, բայց անգլերեն։ Հայերեն էլ կա։ Չէ, հայերենում թարգմանված է սխալ։ Խոսքը Մարկո Ռուբիո եւ Արադ Ես ասես հիմա պատրաստի չունեմ իմ Ես նկատում եմ խոսքը Մարկո Ռուբիո եւ Արադ Զուրաբյան ստորագրած ընդունած փաստաթղթի մասին է։ Թրիփի զարգացման ընկերության մասին փաստաթուղթ։ Այո, որ Վաշինգտոնում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Անգլերեն տեքստում, որը աղավաղված է բանով, հայերեն թարգմանությամբ։ Աղավաղված է։ Անգլերեն տեքստում հստակ գրված է, որ այդ տարածքում, այդ Թրիփի տարածքում բացառիկ իրավունք է ստանում Թրիփի զարգացման ընկերությունը։ Հունվարի 14, ճիշտ եմ հիշում։ Այո։ Խոսքը ներողություն Թրիփուղի հանուն միջազգային խաղաղության նախագծի շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունն է։ Ահա։ Շատ լավ, հիմա բացում ենք անգլերեն տեքստը խնդրում։ Անգլերեն տեքստը։ Ինձ խնդրում եմ այստեղ ցույց տվեք անգլերեն տեքստը ցույց տվեք։ Միանշանակ ձեզ որ կա Թրիփ տարածք։ Ըհը։ Կարող ես ուշադրի չեմ եղել, խնդրեմ ցույց տվեք։ Հաստատ ուշադրի չեք եղել։ Եթե չեք ֆիքսել այդ բանը։ Ներողություն եմ խնդրում, ես դաթարի համար, բայց կարևոր է ճշտել սա։ Armenia intends to provide grant of development rights. Armenia intends to provide the Trip Development Company the exclusive right to plan, design, develop, construct, operate and maintain multimodal transit infrastructure within designated transit routes. Հիմա ստեղ գրված է։ Ուր է տարածք։ Այսօր ցույց եմ տալիս։ Within այս բառակապակցության խնդրում եմ շատ ուշադրի within designated transit routes Okay տրանզիտային կոմունիկացիաների մասին է մարշրուտների այսինքն այնտեղ լինելու է տրանզիտային մարշրուտ տրանզիտային Ադրբեջանից Նախիջևան Նախիջևան ինչը նշանակում է որ ինչ որ մի հատ տարածք զբաղված է լինելու այդ կոմունիկացիան որ անցնում է այդ տարածքը զբաղեցնում է կոմունիկացիան այդ տարածքում ինչ որ բան անելու համար մասնավորապես երկաթուղի խնդրեմ ինչ որ բան անելու այդ տարածքում Փաստորեն ինքը բանա չէ կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ դուք ասեցիք գրած է հստակ գրած է within designated transit routes Ինչ կա դա եղավ տարածք հա դա եղավ տարածք Դուք կներեք ուրեմն դուք չեք հասկանում Չէ կարող դուք շատ լավ եք հասկանում ես չեմ հասկանում բայց այնտեղ չկա տարածք գրած Շատ չէ այնտեղ գրած է տարածք որտեվ route նշանակում է այդ բանը ցանկացած ճանապարհ ինչ որ տարածք է զբաղեցնում Շատ լավ ու այդ տարածքի վրայով դու այլևս չես կարող առանց ամերիկյան կառավարության համաձայնության որևէ բան կառուցես այդ տարածքի վրա ամերիկայի կառավարությունը այս փաստաթղթից արդյոք ենթադրում է որ այդ տարածքի վրա ամերիկայի կառավարությունը ունենում է էքստերիտորիալ կարգավիճակ նոր հետ ձեզ կարդացի ասում եմ դա նկատի ունեք ասում եմ նոր կարդացի որ բացառիկ իրավունք է տրվում բանի Հայաստանի կառավարության կողմից այդ տարածքի վրա ենթակառուցվածքների զարգացման համար ենթակառուցվածքի զարգացման համար այսինքն եթե ես ուզում եմ բան անեմ այնտեղ կառուցեմ մի երկաթուղի որը անցնելու է այդ տարածքով այո չէ ուրիշ ձև չկա անցնելու դու որ երկաթուղի Իրանի հետ կառուցես
դու պետք է անցնես այդ տարածքով, թրիփի տարածքով։ Այսինքն ենթադրում եք, որ թրիփի ճանապարհը ենթադրենք արևելքից արևմուտք անցնում է։ Քանի կիլոմետր է այդ բանը լինելու այդ լայնությունը, չգիտեմ, լայնությունը չգիտեմ, չի գրած այստեղ ոչ մի բան դրա մասին։ Բայց ասենք կարանք, չէ՞ ենթադրենք, մոտավորապես, ասենք կարող է 7 մետր լինի, 10 մետր լինի, չգիտեմ, ավել լինի եւ այլ եւ այլ։ Okay, անգամ եթե 7 է, չնայած խոսքը շատ հաճախ մենք լսում ենք գնում է 5 կիլոմետրի, 10 կիլոմետրի մասին։ Չգիտեմ, նման բան չեմ լսել, բայց այնուամենայնիվ տեսեք, հարցը հետեւյալն է։ Եթե ասենք, չգիտեմ, կոմունիկացիան 10 մետր, 15 մետր ինչ որ լայն, այսպես շերտով Հայաստանի արևելքից արևմուտք Ադրբեջանի Նախիջևան անցնում է։ Լայն շերտի վրա, դրա տակից, դրա վրայից, չգիտեմ, կողքից եւ այլ, եթե Հայաստան ճանապարհ է կառուցում, կապ չունի դեպի Իրան, դեպի Սյունիք եւ այլ, ինքը պետք է այդ տարածքները լինելու են շատ ավելի լայն, քան ձեր ասած 20 մետր լինի, 30 լինի, ես նկատում եմ Ամերիկայի կառավարությունը թույլտվություն պետք է ստանա։ Այդ տարածքի մասին, որը լայնություն ունի, x կիլոմետրի լայնություն ունի, այդ տարածքում որևէ բան կառուցելու, նախագծելու, չգիտեմ, եւ այլն բացառիկ իրավունքը Հայաստանի կառավարությունը հանձնում է ամերիկյան։ Շատ լավ, բայց չեղավ որ հողն է հանձնում, չէ՞։ Եղավ որ Ես ասացի իրավունքներն է հանձնում։ Իրավունքը։ Ես ասում եմ իրավունքներն է այդ տարածքում հանձնում։ Լավ, որը նշանակում է, որ այդ ընկերությունը բանաս լեգիտիմ իրավունք ունի ասելու, որ ստեղ մենք այդպես բան չեք նախատեսում։ Պարոն Զոհրաբյան, ես նկատի ունեմ, հիմա տեսեք, անգամ եթե ոչ Իրան, անգամ Սյունիքի, չգիտեմ, հեռավոր գյուղ, եթե Հայաստանի կառավարությունը կառուցում է ճանապարհ եւ այդ ճանապարհը ինչ որ մի ձև պետք է հատի այդ ճանապարհի հետ անցնում, եթե միանգամից պիստանակ իրանց այսինքն Հայաստանի կառավարությունը պետք է ստանա Ամերիկայի կառավարությունից թույլտվություն անպայման համաձայն այս ստորագրած փաստաթղթի։ Բայց խոսքը այն է, որ ինչ որ գյուղի համար իրանք կտան այդ թույլտվությունը, եթե ընդհանրապես պետք է ինչ որ ճանապարհ անցնի, բայց ինչ որ վերաբերում է Իրանի հետ երկաթուղու կառուցման համար, իրանք հաշվի առնելով այն հարաբերությունները, որ գոյություն ունեն, արդեն տասնյակ տարիներ Ամերիկայի ու Իրանի միջև, այդ համաձայնությունը չեն տա։ Բայց խոսքը Հայաստանում գրանցված ընկերության մասին է, որը գործում է Հայաստանի օրենքներով։ Որը ստանում է բացառիկ իրավունք։ Նորից եմ ձեզ կերտում։ Բայց Հայաստանում գործող եւ Հայաստանի օրենսդրությամբ գործող ընկերության մասին է։ Ինքը ունի բացառիկ իրավունք որոշումներ կատարելու այդ տարածքում եւ ինքը ենթարկվում է Հայաստանի ստեղծման կառուցման համար։ Այո, բայց ինքը ենթարկվում է Հայաստանի օրենքներին։ Դուք ոնց որ չեք լսում։ Ես ասում եմ ձեզ, դուք պարտապատվիրակում եք իրավունքներ։ Տարածքի վրա, ամեն ինչի վրա Հայաստանի սուվերենությունն է տարածվում։ Մեր կառավարությունը այդ սուվերենությունից հրաժարվում է այս ֆրազով։ Ինքը ասում է, որ այս տարածքում դու ունես բացառիկ իրավունք։ Այդպես բան չկա, որ հրաժարվում։ Դա գրած է, ամեն ինչ գտնվում է Հայաստանի։ Չէ, դուք սխալվում եք։ Դուք սխալվում եք։ Տեքստի մեջ է գրած։ Տեքստի մեջ գրված է, որ բացառիկ իրավունքը տրվում է ամերիկյան կապանին։ Կառուցապատման իրավունքը։ Կառուցապատման, կառուցապատման։ Այո, դե գնա հիմա Իրանի հետ երկաթուղի կառուցի։ Բայց ոչ տարածքի նկատմամբ։ Այսինքն ձեր մեկնաբանությունը այն է, որ Հայաստանի կառավարությունը այս կարգավորում, երբ ուզի կարա այդ երկաթուղին կառուցի։ Ես նկատում իրավական արգելող իրավական հիմք չկա։ Հա, այսինքն զուտ իրավական առումով մենք կարանք այդ բանը երկաթուղին կառուցել։ Ենթադրում եմ, քանի որ չկա։ Չէ, ենթադրում եք թե պնդում եք։ Հայաստանը դեպի Իրան հիմա հյուսիսարավ է կառուցում։ Ամերիկայի կառավարությունից պետք է հյուսիսարավ ճանապարհ է կառուցում։ Նույն ձև կոմունիկացիա է։ Ամերիկայի կառավարությունից թույլտվություն է ստանալու այդ ճանապարհը կառուցել, եթե այս ռեժիմը հիմա կներեք, այս ինչ որ ստորագրվել է, այնտեղ գրած է, որ այստեղ որևէ բան դեռ իրավական բան չունի։ Պարտավորություն չի դնում որևէ երկրի համար։ Դրա համար գրած է Հայաստանի կառավարությունը մտադիր է intent ոնց էր գրած is intent to թե ինչ որ բացառիկ իրավունքներով չէ ոնց էր գրած այսինքն մտադիր է տրամադրել որտեվ սա մտադրությունների մասին բան է մեմորանդում է սա դեռ շրջանակն է այո մտադրությունների մասին մեմորանդումը դեռ իրավական ուժ չունի եւ իրանք հիմա պատրաստվում էին արդեն իրավական ուժ ունեցող համաձայնություններ ստորագրել։ Շատ լավ, բայց դա հետաձգվել է։ Այդ դեպքում եթե դա հետաձգել է շատ կարևոր բան։ Եթե դուք վաղը գալիս եք իշխանության եւ ձեր ասած այս տարբերակով է գործում, ձեր մեկնաբանությամբ ինչպես դուք եք մեկնաբանում, թեպետ փաստաթղթում ըստ այլ բան է գրած, բայց այնուամենայնիվ դուք շատ լավ, ես սխալվում եմ, դուք ճիշտ եք։ Ձեր մեկնաբանությամբ գրված է այն ինչ որ ճիշտ է, ըստ ձեզ։ Ընդ որում այս հարցը ես տվել եմ։ Ինչպես է կառուցելու այդ դեպքում։ Այս հարցը կառավարությանը մենք մի քանի լրատվամիջոցներով տվել ենք եւ միջև հիմա չունենք պատասխան։ Պարոն Զոհրաբյան, այդ դեպքում ինչպես է կառուցելու երկաթուղային հանգույցը։ Եթե ըստ ձեզ ԱՄՆ կառավարությունը չի տալու դեպի Իրան երկաթուղի կառուցել, չեղարկելու եք թրիփը։ Այս մտադրությունների մասին մեմորանդում է։ Այսինքն արդեն իրավական փաստաթղթում սա պետք է հստակեցվի։
Առանց սրա այսպես թողել։ Այսինքն երբ որ մենք վերածենք սա իրավական փաստաթղթի, միջպետական պայմանագրի, այսպես թողել անհնար է, որտեղ սա ըստ էության նշանակում է քո սուվերենությունից հրաժարում 99 տարով։ Դա չի կարելի թույլ տալ։ Այսինքն մենք վերջնական փաստաթուղթը պետք է տարբերվի այս շրջանակից։ Դուք եթե դուք իշխանության ներկայացուցիչներ ունեն մեկստեղ, այո, իհարկե։ Այդ հարցը տվեք էլի։ Ասեք մենք իրավունք ունենք ըստ TRIP-ի բանի պայմանագրի երկաթուղի կառուցել առանց բանի համաձայնության, առանց այդ ամերիկյան ընկերության կամ առանց TRIP-ի զարգացման ընկերության իրավունք ունենք դեպի Իրան երկաթուղի կառուցել։ Եթե սա իրագործվի, Իրանք կասեն այո, որովհետև Հայաստանի ինքնիշխանությունն է տարածվում այդ բոլոր կոմունիկացիաների վրա։ Չեն ասում էլի այդ այոն։ Այդ այոն չեն ասում։ Ու հարց է ծագում։ Իսկ ի՞նչն է ձեզ խանգարում այդ Իսկ թվում է հիմա իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը ձեզ կարձագանքի ամեն դեպքում այս հարցազրույցից Մենք շատ երկար սպասում ենք արձագանքի, որովհետև մենք ներկայացրել ենք այս 3+ BRICS ծրագիրը եւ միջև հիմա չենք ստացել որևէ պատասխան։ Այդ դրան եմ հիմա ուզում գալ։ Տեսեք, դուք ասում եք, որ ընդ որում Պետրոս Ղազարյանը ամեն օր բան անում, այդ ծրագիրը քննադատում է տարբեր զրուցակիցների հետ խոսալով, հետո մի հատ էլ քննադատում է անդիմությանը, որ ոչ մի խաղաղության ալտերնատիվ պլան չունեն, բայց չի հրավիրում, ասենք Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի բանը ուղիղ խոսքի զրույցի, որտեղ ասենք թույլ կտար ներկայացնել Պետրոս Ղազարյանի հետ ամենայն հարգանքով։ Տեսեք, շատ լավ, ձեր հիմա այդ ծրագրի վերաբերյալ ես եմ հարց տալի, հույս ունեմ կպատասխանեք Պետրոս Ղազարյանին, թե տաղավարը չի սա։ Դուք ասում եք, ձեր ալտերնատիվ մոտեցումը դա TRIP + BRICS ծրագիրն է, այսինքն BRICS-ի երկրները ինչ որ մի ձև պետք է միանան այս TRIP-ին։ Ինչ է նշանակում TRIP + տարածի մի հասկացեք, մեր ասածը հետևը։ Ինչպես ասում եք, այդպես ուզում եմ հասկանալ ինչի նկատի ունեք։ Ես ասել եմ, որ մենք պայմանականորեն դրանը դնում ենք TRIP + Շատ լավ, ինչի նկատի ունեք։ Այդ հիմա կբացատրեմ։ Հիմա մենք սարքում ենք երկաթուղի, հա, ասենք, մենք եկել ենք իշխանության, սկսում ենք այդ երկաթուղին սարքել։ Այդ երկաթուղին, ասենք 2016 թվին մշակված պլանով մոտավորապես ասենք իր բոլոր թունելներով, բոլոր կամուրջներով 3.2 միլիարդ դոլարի մասին էր, բայց ենթադրում եմ ավելացել է, հիմա կավելացած կլինի։ Կարող ենք ենթադրել, այո, բայց հիմա այս պահին ոնց որ հենման կետը այդ թիվն է 3.2 միլիարդ դոլար։ Կարող է հիմա օրինակ ես լսել եմ գրատակը, որ ասում են հիմա դա կլինի մոտ 5.3 միլիարդ, հա։ Հիմա այդտեղը որ գալիս է հետեւյալ գաղափարը։ Մենք ասում ենք սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, Հայաստանը ուզում է ու շահագրգռված է այս պրոյեկտի ստեղծման մեջ, բնականաբար այս գումարի մի մասը ինքը պետք է տրամադրի։ Այսինքն պարկա վերցնում, թե ոնց է անում, իդեպ բանը կապիտալ ներդրման բավականին լուրջ փողեր կան, 552 միլիարդ դրամի փող կա մեր բյուջեում, որը Բագրատ Ասատրյանը շատ բարձրացնում արդեն երկար տարիներ այդ հարցը չի օգտագործվում դրացա կենտրոնական բանկի այդ հաշվի վրա։ Այսինքն խոսքը եթե արտաքին ռեզերվների մասին է, ապա խոսքը արտաքին ռեզերվների մասին չի, այլ ընթացիկ հաշվի մասին է, որը կենտրոնական բանկում դրված է ու իդեպ շատ հետաքրքիր բան է կապիտալ ներդրումների թերկատարում կա տարից տարի։ Մշտապես դա քրոնիկ պրոբլեմա է։ Չէ, դա քրոնիկ պրոբլեմա նաև այն պատճառով, որ դու ունես ապաշտոր բան, կառավարություն, որը այդ բանը չի անում։ Շատ լավ, պարոն Զուրաբյան, ինչպես է BRICS-ը հաշվելու TRIP-ի։ Այսինքն մի մասը մենք դնում ենք մեր այո սեփական գումարը, ասենք, չգիտեմ, 15-20%-ը։ Մյուս մասի համար մենք հավաքում ենք միջազգային կոնսորցիում այն երկրներից, որոնք շահագրգռված են ալտերնատիվ աշխարհակահական առումով կարևորագույն նշանակություն ունեցող ալտերնատիվ ուղիների կառուցմամբ։ Այդ երկրների շարքում Ռուսաստանն է, Չինաստանն է, Հնդկաստանն է, որը շատ վաղուց արդեն այդ հարցը բարձրացնում է, որ չոհաբարով Հայաստանի, Վրաստանի միջոցով ուզում է կապ ունենա դեպի հյուսիս։ Չոհաբարով։ Որ երկաթուղային կապի մասին է, այսինքն Հնդկաստանը անգամ դրա մասին խոսել է, Չինաստանն էլ ժամանակին այդ իր շահագրգռվածությունը հայտնել։ Այսինքն մենք այդ երկրներին առաջարկում ենք, որ իրանք մտնեն միջազգային կոնսորցիումի մեջ,
որտեղ իրանք ունենան իրենց փայատիրությունը, բնականաբար օգտվելու այդ ծրագրից, այսինքն այստեղ կխառնվի եւ տնտեսական շահը եւ աշխարհաքաղաքական շահը, դրանք հիմնականում BRICS բանի այդ միավորման երկրներն են, դրա համար պայմանականորեն դնում ենք BRICS, բայց դա չի նշանակում, որ մենք օրինակ այդ պրոյեկտից կամ այդ միջազգային կոնսորցիումի մեջ չենք առաջարկելու մասնակցություն ունենալ, եթե իրանք հետաքրքրված են, շահ ունենալ, փայատիրություն ունենալ, Ադրբեջանին, Թուրքիային, Արևմուտքի երկրներին, բանին, Միացյալ Նահանգներին, Եվրոպական միությանը, այսինքն խոսքը գնում է միջազգային կոնսորցիումի ստեղծման մասին, Հայաստանի լրջագույն մասնակցությամբ։ Այդ կոնսորցիումի մեջ, եթե բանա կուզեն, թող ներգրավեն, բոլոր երկրների համար կստեղծվի այդ հնարավորությունը։ Այդտեղ ինչ որ շահույթ ունենալու։ Այսինքն խոսքը ֆիզիկական BRICS trip իրար կապելու մասին չէ, ուղղակի պայմանական անուն է դա։ Դա պայմանական անուն է, ես հազար անգամ ասել եմ, որ սա պայմանական անուն է։ Թե չէ BRICS անդամ երկրներից մեկն է, հենց հիմա Ամերիկան պատերազմում է Սա աշխարհական ակնարկ կա այս բանի այս պրոյեկտի անվանման մեջ, որ մենք համարում ենք, որ այս եթե իրագործվի միայն trip-ը, այս ձևով ոնց որ բա, սա միակողմանի աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որը անտեսում է բավականին լուրջ դերակատարություն այս տարածաշրջանում ունեցող երկրների շահերը։ Հասկանում եք, Trip plus BRICS-ը այդ հավասարակշռությունը հաստատում է։ Այս հիմա նկատի ունենք աշխարհաքաղաքական առումով։ Հասկանալի է։ Իդեպ, ես ձեզ ասեմ, մենք այսքան խոսում ենք հիմա եւ ամենակարևոր գործոնի մասին, որ կարող է ուղղակի ռեգիոնը փոխի, trip-ի հերնելը անիծի կամ, չգիտեմ, Իրանի դեմ պատերազմը, դա Իրանի դեմ պատերազմն է, որը այսօր ընթանում է մեր դռան մոտ, ընդ որում շատ ինտենսիվ։ Եվ ես ձեզ ասում եմ, որ աշխարհը կանգնած է անկախ այս պատերազմի արդյունքներից, այս կողմ թե այն կողմ, կանգնած է մեծագույն փոփոխությունների առաջ։ Հայաստանը կանգնած է մեծագույն փոփոխությունների առաջ։ Եթե Իրանը չի դիմանում, պարտվում է, ես ձեզ ասեմ, ես չեմ հավատում, որ Իրանը այսօր որևէ այլ ցեմենտ կա Իրանին հավաքող, քան այն շիական թեոկրատիան, որ այսօր գոյություն ունի Իրանում։ Մտածել, որ կարող է ինչ-որ շահ գա, չգիտեմ ինչ անի եւ այլն, դա բան է, պատրանք է։ Իրանը, եթե չդիմանա, նա մասնատվելու է, մենք ականատես կդառնանք բազմաթիվ պետությունների ստեղծմանը, ադրբեջանական վերափոխման, տրանսֆորմացիայի եւ լարվածություն, պատերազմներ, բայց մեզ համար դա կունենա կատաստրոֆիկ հետևանքներ, որովհետեւ բանա պատկերացնեք, մենք արդեն կդառնանք ամբողջությամբ ադրբեջանական պետություններով շրջապատված մի պետության կարգավորում։ Ինչ է առաջարկում անել։ Չէ, այդ վիճակի համար այս պահին ոչ ման չեմ կարող առաջարկել, որտեվ կներեք դա արդեն կամ Հայաստանի իշխանությունները այն ինչ որ հիմա անում են, կամ չեն անում, արդյոք ճիշտ են անում։ Դե մենք հենց այդ ենք ասում, որ իրենց սխալ են անում, իրենց բոլորից այն առումով, որ իրանք ստեղծել են միակողմանի աշխարհաքաղաքական պրոյեկտ, որը ձեռնտու է միայն Թուրքիային, Ադրբեջանին, Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին ամենակարևորը։ Իրանք ուզում էին դա Ռուսաստանով իրականացնել, չեղավ ի սկզբանե։ Ով։ Այսինքն Ռուսաստանը կարող էր ապաշրջափակման այդ գործընթացը անել եւ այլ, բայց չստացվեց։ Այդ վեճերի մեջ չմտնենք, իրականում իշխանությունը մերժեց դա, որովհետեւ իշխանությունը 2 տարի շարունակ մերժում էր մեղրիով։ Լավ, չգնանք այդ բանի մեջ, որովհետեւ նոյեմբերի 9-ը մշտապես խախտվում էր եւ այլ, բայց այդ խոսացել ենք էլի հարցը։ Այո, մի քանի հարց շատ կարճ, ուրեմն չէ, այդ երկրորդ տարբերակը ասեմ։ Հիմա մենք երկրորդ տարբերակը չմտածեցինք։ Իսկ եթե Իրանը դիմանում է, առայժմ ոնց որ կարծես դիմանում է, զարգացումը գնում է այդ ուղղությամբ եւ կարող է շատ երկարատև մի բան դառնա եւ Իրանը դիմանում է, ասենք, այդ դեպքում կներեք փոխվում է ամբողջ բալանսը ուժերի, դա Իրանը կարող է դառնալ ինչ որ իմաստով տարածաշրջանային հեգեմոն, այսինքն ավելի ագրեսիվ, ավելի ուժեղ առաջ մղի շահերը եւ այլն։ Իհարկե, եւ այդ դեպքում կներեք թրիփը ընդհանրապես կործանվում է։ Թրիփի իրանք թույլ չեն տա որևէ թրիփի իրագործում այս բանում, այս կոնկրետ Սյունիքում։ Սա ի՞նչ է գա, այս ապացուցում է մեր տեսակետը դրա մասին, որ դու չես կարող
միակողմանի աշխարհական պրոյեկտ սարքել եւ մտածել, որ դա կարող է բերել կայուն եւ երկարատև խաղաղության։ Իրականում դու պիտի միշտ ձգտես, որ գոնե քո տարածքում լինի ինչ որ աշխարհակաղական շահերի ներդաշնակեցում։ Հիմա ես ձեզ մի օրինակ բերեմ դրա հետ կապված։ Հայաստան-Իրան սահման։ Հայաստանցի եւ ռուսաստանցի սահմանապահներն են կանգնած այդ սահմանին։ Մի քիչ վերև են գալիս Սյունիքի տարածք։ Սյունիքի տարածքում գործում է Իրանի հյուպատոսարանը։ Ռուսաստանին չկա, Իրանին գործում է։ Հայ ադրբեջանական սահման թե Նախիջևանի թե այս Ադրբեջանի, այսպես ասած, հիմնական տարածքի հետ կապված եվրոպացի դիտորդներ։ Մի փոքր վերև են գալիս արդեն ռուս սահմանապահներ, հայ թուրքական սահմանին եւ ռուսական ռազմաբազա։ Թրիփ մի քիչ ներքև ամերիկյան բավական մեծ ներկայություն այնտեղ աշխարհակաղակական, ասենք, աշխարհատնտեսական, ասենք եւ այլ։ Ու դուք Հայաստան-Իրան կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհ, որի մի բավական մեծ եւ կարեւորագույն մասերից մեկը կառուցում է իրանական ընկերություն դրսից եկած փողերով, նկատի ունեմ արևմտյան եւ տարբեր աղբյուրներից։ Դուք ուզում եք ասել, որ Հայաստանը միակողմանի ինչ որ վեկտորի մեջ է։ Այո, որովհետեւ ամենակարևոր ստրատեգիական շատ բազմակողմանի չէ, թողում ես պատասխանեմ։ Խնդրեմ։ Այո, որովհետեւ ամենակարևոր աշխարհակաղակական ռազմավարական հարցում, որն է Սյունիքի տրանզիտային նշանակությունը ամբողջ աշխարհի համար, այդտեղ մենք ընտրել ենք միակողմանի պրոյեկտ։ Լավ։ Տեսեք, հետեւյալ երկու հարցը, ինչպես է ՀԱԿ-ը վերաբերում Եվրամիությանը անդամագրվելու, Եվրամիության անդամ դառնալու Հայաստանի իշխանությունների քաղաքական գծին։ Մենք համարում ենք դա խաբուսիկ մի հեքիաթ, երազանք, որը իբր փորձում են մատուցել մեր հանրությանը, հաշվի առնելով բավականին մեծ հակառուսական տրամադրությունները, պրոարևմտյան տրամադրությունները, որովհետև իրականում դրա տակ ոչ մի բան չկա։ Եվրամիությունը ոչ մի նման ծրագիր չունի։ Իսկ սա ներքաղաքական նպատակ ունեցող։ Եվրամիությունը ավելի շատ հետարքրված է Ռուսաստանի հետ այս կոնֆրոնտացիայով եւ բնականաբար նաեւ Հայաստանում ինչ որ խնդիրներ ստեղծելու գործընթացով, բայց հետարքրված չի Հայաստանին ընդունել Եվրամիության բան կազմի մեջ չկա այդպես բան։ Այդ Եվրամիության ընդհանրացման քաղաքականություն կա, գնացեք կարդացեք։ Այնտեղ այդ բանը ավարտված է։ Այսինքն այս պահին գոնե տեսանելի ապագայում Եվրամիությունը բացարձակապես նման ընդհանրացման որևէ պլան չունի։ Եւ ես զարմանում եմ ուղղակի ոնց կարելի է մի ամբողջ ժողովրդին խաբել այս պատրանքներով եւ ասել, որ գիտեք, այ սենց մենք հեսա որ խզենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բան անենք, մեզ պետք է հիմա ալտերնատիվ բաներ գտնել, գնանք միջուկային նոր տեխնոլոգիաներ բանից Ամերիկայից ստանանք, որտեղ չկան այդ միջուկային տեխնոլոգիաներ։ Այդ տեխնոլոգիաները գոյություն չունեն։ Մինչև հիմա ոչ մի աշխատող մոդուլյար ռեակտոր չկա։ Պարոն Զուրաբյան, մյուս հարցը, ինչպես է վերաբերում այն հայտարարություններին, որ Հայաստանը պետք է մաս կազմի Բելարուս, Ռուսաստան միութենական պետությանը։ Նորից ինչքան այն է հեքիաթ, այնքան էլ է սա հեքիաթ։ Այսինքն իրականում ռուսամետ ուժերը եւ արևմտամետ ուժերը իրանք ինչ որ հեքիաթներով ուզում են կերակրել։ Նարատիվային պայքար է, այսպես ասած։ Նարատիվների, ընդ որում դատարկ նարատիվների։ Տակը բովանդակություն չկա։ Այսօր Ռուսաստանը այն վիճակում չի, որ ինչ որ մի հատ բան պրոյեկտ սարքի, եթե անգամ միջև ուկրաինական պատերազմը միգուցե ինչ որ շրջանակներ այնտեղ եղել են, որոնք նման պրոյեկտ ունեցել են, դա վաղուց պրծած բան է։ Գոյություն չունի։ Ոնց որ Եվրոպան չի ուզում անի այդ պրոյեկտը, այդպես էլ Ռուսաստանը չի ուզում գնա ինչ որ Հայաստանին ներքաշի ինչ որ, չգիտեմ, բանը միության մեջ։ Մենք խոսում ենք դատարկ բաների, ինչ որ նարատիվների մասին, ոնց որ այն հիշում եք Ստամբուլյան կոնվենցիաներ, թե չէ, Ստամբուլյան չէր։ Այն որներ են, որ domestic violence-ի շուրջ ինչ որ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստեղծեցին մի հատ մեծ բախում, ընդհանրապես մեզ առաջվող հարց չէր, ոչ մի հետևանք մեր համար չպետք է ունենար, բայց այդ դրա ստորագրության շուրջ պրո-ռուսական եւ պրո-արևմտյան ուժերը մի մեծ ճակատամարտ արեցին, շեղելով մեր հանրության ուշադրությունը կարևոր հարցերից։ Այ հիմա նույն բանն է։ Ռուսական ու արևմտյան օրակարգերը եւ նրանց այստեղ սատարող ուժերը
ինչ որ մի հատ ճակատամարտ են սարքել, իրար սպանում են, ջարդում են, խառնում են իրար բան, քննարկելով հարցեր, որոնք մեր իրականության հետ, մեր իրողության հետ ոչ մի առնչություն չունեն։ Շատ լավ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Սիվիլյանց տաղավարում ես զրուցեցի Լևոն Զուրաբյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։